Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից իրականացվող պայքարիր օրինականության հաստատմանը Քո երկրում ծրագրի շրջանակներում կենտրոնի նախագահ Հարություն Սարգսյանի հրավերով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հանդիպումը կենտրոնի շահառուների եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժնի երկրորդ կուրսի ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Քահանա-Ազարյանը։ Ներկայացնելով Արտի դարաշրջանի հայ-թուրքական հարաբերությունների եւ հայկական ինքնության մասին դասախոսություն, քաղաքագետ Արմեն Այվազյանը Հայաստանի Հանրապետության ազգային պետական անվտանգության հիմնախնդրի համատեքստում անդրադարձավ հայկական ինքնության հստակեցման հետ կապված մի շարք հարցերի։ Ինքնությունը դա ինքնագիտակցություն է, դա մշակույթ է, դա լեզու է, դա քաղաքական պատասխանատվություն է, ինքնությունը դա արյուն չի, արյունը թեև ինքն էլ նշանակություն ունի մասնավորապես հայկական ինքնության համար, բայց երկրորդական նշանակություն ունի։ Պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել Հայաստանի ներքին բարոյահոգեբանական վիճակին, կրթության վիճակին, ինքնության հարցերին։ Այսօր սկսել են այդ հարցերը արծարծվել անպատրաստ մարդկանց կողմից, երբեմն դրսից մատուցվող, վտանգավոր ապակողմնորոշիչ տեսակետներով։ Հայկական ինքնության մասին առաջ են քաշում այնպիսի տեսակետներ, որոնք եթե մենք ընդունենք, կնշանակի, որ հայ այլևս կտարալուծվի շատ արագ ուրիշ ինչ-որ ազգերի մեջ։ Ներկայացնելով աշխարհաքաղաքական վիճակը, որում հայտնվել է Հայաստանը խորհրդային միության փլուզումից հետո, Արմեն Այվազյանը կարևորեց հատկապես գլոբալացման պայմաններում հայ մնալու եւ ազգային ինքնագիտակցությունը պահպանելու հանգամանքը։ Անդրադարձավ քարոզչահոգեբանական դաշտ փոխադրված Հայաստան-Ադրբեջան պատերազմին եւ այդ ուղղությամբ պետության որդեգրած պասիվ քաղաքականությանը։ Խոսեց հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետևանքներից եւ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններից։ Դասախոսության ավարտին ներկաները քաղաքագետին ուղղեցին հետաքրքրող հարցեր։ Մարիաննա Ղահրամանյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։